Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին հյուրընկալվել էր Անի Խաչիկյանը։ Star News-ը հետևեց համատեղ ֆիլմից հետո եղան ասեկոսայներ Անիի և Սոսի մասին, ինչպես մեկնաբանեց դերասանուհին։ Բուռն և խորքային իրադարձություններ էին իմ կյանքում, բայց նույն կարգի ցավոտ։ Դրանից ինչ-որ ժամանակ հետո ավարտվեցին այդ հարաբերությունները։ Այդ շրջանում և ինձ մոտ և Սոսի մոտ նույն անցումային փուլն էր։ Շատ տարօրինակ շրջան էր, երբ ֆիլմը եղավ, պրեմիերան եղավ, անցավ մի որոշ ժամանակ, ես ու Սոսը մի օր պատահաբար այլ պրեմիերայի ժամանակ իրար տեսանք։ Ողջունեցինք, նկարվեցինք, հաջորդ օրը արթնացանք մի նոր սիրավեպի պատմությամբ։ Այդ ֆիլմից հետո մեր մոտ սիրավեպ սկսվեց, ինչի պատճառով էլ մենք երկուսս էլ բաժանվեցինք։ Ինչ է իրականությունն իրականում ու ինչպես կարող են մարդիկ էդ ամեն ինչը կողքից տեսնել։ Նազենիի «Ինչպիսին պետք է լինի քո տղամարդը» հարցին Անին պատասխանեց. «Պիտի կարողանա սիրել։ Սիրելը առհասարակ էնպես չի, որ բոլոր մարդկանց մոտ է ստացվում։ Տղամարդկանց մոտ էլ մասնավորապես բարդ է։ Ինձ թվում է այդ մի դրվագը շատ կարևոր, ամեն ինչ իր տեղը կդնի»։ Խոսելով դերասանուհիների կարծրատիպերի մասին Անին նշեց. «Հայ իրականության մեջ ունենալ ինչ-որ արտաքին, ինչ-որ գույներ, մասնավորապես դերասանուհիների համար նշանակում է հստակ հերոսուհիների, հստակ կերպարների մեջ քեզ տեսնել և չտալ հնարավորություն, որ դու փորձես այլ բան։ Կորուստներ ու խորը ցավ։ Ես նոյեմբերի 8-ին պարալիզացվել էի։ Չգիտեմ էդ ինչ ֆիզիկական դրսևորում էր իմ մոտ, չէի կարողանում շնչել։ Ուզում էի լացեի, որ միջիցս դուրս գար, կարողանայի շունչս վերականգնեի։ Էդ պարալիզացիան եղել էր հենց էդ պատկերը տեսնելուց, որ հեսա մենք իրար կորցնում ենք։ Հարցը ոչ երկիրն էր, ոչ հողն էր, ոչ տղերքն էին։ Հարցը էն էր, որ բոլորս իրար կորցնում էինք անվերադարձ»։ Անին Բրավո AM-ի հետ ունեցած զրույցում պատասխանել է մի քանի հարցերի։ Ինչպե՞ս են բացվում ձեր առավոտները։ Տղայիս մանկապարտեզ ուղարկելով, իսկ եթե գործ եմ ունենում, ինքս եմ պատրաստվում ու դուրս գալիս։ Երբեք չեմ նախաճաշում, քանի որ նախընտրում եմ թեկուզ 5 րոպե ավելի քնել։ Ինչպիսին էր մանկության Անին ու ինչ է նա իր հետ բերել մեծերի աշխարհ։ Չեմ կարծում, որ մեծացել եմ։ Ես այս սոցիումի օրենքների մեջ չեմ տեղավորվել։ Հասունացել եմ, ավելի ամուր եմ դարձել ու ինձ չեն կարող նեղացնել։ Բայց այն երեխան, որ պատրաստ է աշխարհն ընդունել ու պարտադրում է, որ այն էլ իրեն ընդունի ու գրկի, չի մեծացել և չի էլ մեծանա։ Մեծերի աշխարհը շատ արհեստական է ու մեզնից հեռացնում է։ Ո՞րն է գեղեցկության մասին ձեր առաջին հիշողությունը։ Մայրիկիս պեպեններն են, ինձ համար դրանք միշտ յուրահատուկ սիրուն են եղել։ Վերջին 1 տարին բավական բարդ ու դժվար էր։ Դուք կարևոր ինչ եզրահանգումներ արեցիք ձեզ համար։ Հասկացա, որ պետք է չկորցնել ապրելու, սիրելու, կարեկցելու կարողությունն ու կյանքի հիմնարար արժեքները։ Չփոխվել, չկոտրվել ու չչարանալ։ Իմ ներքին մարտահրավերն ու դրա հաղթահարման ճանապարհն այդ արժեհամակարգի մեջ էր։ Երբ ապրում ես այդ աստիճանի մեծ սթրես, ինչպիսին մենք ազգովի ունեցանք, ինչ-որ պահի պաշտպանական ռեակցիա է առաջանում ու ամեն ինչին սովորական ես վերաբերվում, հարմարվում ես։ Դրա պատճառով էլ կորցնում ես մարդուն կարեկցելու ու ապրումակցելու շատ կարևոր զգացումը։ Բայց իրականում այդպես էլ կա, չես կարող միշտ նույն ուժգնությամբ կարեկցել ու ցավ ապրել։ Դժվար հաղթահարելի փուլերից մեկն էլ այն էր, որ ինձ համար սովորական չդառնա, որ երեխաները կարող են անտուն, անհայր ու առանց ապագա լինել։ Պատերազմի առաջին օրվանից ինձ արգելել եմ լացել, բայց դա նրանից էր, որ պետք էր պինդ լինել։ Իսկ ամենաբարդն անձամբ ձեզ համար ի՞նչն էր։ Եսասիրական կհնչի, բայց իմ անձնական հիշողությունների հետ կապված կորուստը, Կառավաճառի դարպասների փակվելը։ Ճապոնացիներն անեծք ունեն, ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում, ու մենք սերնդեսերունդ բեկումնային փուլերով ենք անցնում։ Չես հասցնում քո կյանքի օրակարգն ինքդ սահմանել, քո տեղն է որոշվում ու չես հասկանում այդ ամենի մեջ ինչպես տեղավորվել։ Մասնագիտական առումով տարին ինչպիսին է, գոհ եք կատարած աշխատանքից։ Տարին հետաքրքիր է սկսվել ու ավելի լավ է շարունակվում։ Մասնագիտական հմտությունների ձևն ավելի շատ դեպի թատրոն է փոխվել, տարբեր ներկայացումների, ռեժիսորների և ձևաչափերի տեսքով։ Նաև մանկական Այբենարանի հաղորդավարի կերպարով աշխատեցի։ Մյուս նախագիծը շուտով կլինի։ Ոչ թե որպես դերասան Անի Խաչիկյան հանդես կգամ, այլ քաղաքացի։ Բավարարվածություն եմ ստանալու իմ կատարած աշխատանքից։ Դուք հումորային ֆիլմերում եք նկարվել և պատերազմի մասին։ Ինչպիսին են ձեր կերպարները։
Բնավորությամբ ու կյանքի պատմություններով իրարից շատ չեն տարբերվում։ Կուզեմ բացասական կերպ արմարմնավորել։ Մի անգամ եմ նման դեր խաղացել։ Չեմ ասի իմ հաջողված փորձերից էր։ Այդ դեպքում լրիվ այլ աշխատանք է տարվում դրամատուրգիայի, կերպարի կառուցման, ներքին մոտիվացիայի առումով։ Ու չափավորությունն մեր ուրախություններուն ու մեր ատելություններուն մեջ։ Որովհետև միտքերու եւ հոգիներու այս գերագրգռված վիճակի մեջ բոլոր հրապարակված տողերը եւ բոլոր արտասանված բառերը շարժումի կփոխվեն։ Եվ ամեն շարժումի մեջ արյուն կա։ Որն է քո համար կյանքում ամենակարևոր բանը։ Կյանքում սեր։ Էլ Սերը բայց սերը հա, մի հատ էլ բան է իր նոր ասում։ Երկու հատ բան է իր ասում, սերը մեկ էլ կյանքը։ Իզերը Որն է քո համար կյանքում ամենակարևոր բանը։ Կյանքում սեր։ Էլ Սերը բայց սերը հա, մի հատ էլ բան է իր նոր ասում։ Երկու հատ բան է իր ասում, սերը մեկ էլ կյանքը։ Իզերը